Նայում ենք էքսկավատորը ընդեղ է, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տենց չի աշխատում։ Ինչպես է գործելու Սյունիքի ամերիկյան ճանապարհը, թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին։ Հայաստանը Վաշինգտոնի գագաթաժողովից գրեթե 2 ամիս անց Ամերիկայի հետ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չունի։ Այս պայդրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Տրամփ թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա։ Ու չնայած այդ ճանապարհի երկրորդ կողմի Ամերիկայի հետ պայմանավորվածությունների բացակայությանը Հայաստանի վարչապետը հիմա արդեն ցանկալի է համարում, որ այստեղ այս արահետի կառուցմանն ու գործարկմանը մասնակցություն ունենան նաեւ երրորդ, մասնավորապես Եվրոպական միության անդամ պետությունները, թեպետ դրա համար միայն հայկական կողմի ցանկությունը քիչ է, Ամերիկան էլ պետք է համաձայնի։ Թրիփ ուղին քննարկում է Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շատ գրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն։ Մինչև հայ-ամերիկյան երկխոսությունը որոշի Վաշինգտոնի համաձայնությունները միանգամից ողջունած ու նաև դրանց հաստատման համար օժանդակելու պատրաստակամություն հայտնած Եվրամիությունը ճամփա ընկնի դեպի Սյունիք, քաղտեխնոլոգը այս հարցին այլ դիտանկյունից է նայում։ Իր խոսքով այժմյան խնդիրը ոչ թե այս երթուղու շահագրգիռ երկրներն են, այլ ճիշտ հակառակը։ Պետք է հասկանանք այն երկրները, որոնք շահագրգռված չեն դրանց գործողությամբ եւ ցանկանում են իրենց մասնակցությունը ունենալ վերահսկելու դա, այ վերահսկող ենթատեքստը այստեղ պետք է պատրաստել դա Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ դա հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության համար դա գոյաբանական խնդիր է բարձելու համար, թե ինչ է տեղս տեղափոխում եւ ոնց է դա աշխատում։ Իդեպ այն, որ Թրամփի երթուղու հետ կապված Իրանը դեռևս անպատասխան մնացած հարցեր ունի, հրաժեշտի ասուլիսում հաստատեց նաև մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող իրանցի դեսպան Մեհդի Սոփանին։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավվելու է ներդրումներ։ Այս մասին մանրամասները հստակ չեն։ Արդեն ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հայկական հասարակական քննարկումներում կարմիր թելի նման է անցնում, որ ուժերի հավասարակշռության համար այստեղ համաշխարհային այլ դերակատարներ են պետք, օրինակ Ռուսաստանը կամ Հնդկաստանը։ Հակառակ դեպքում միակողմանի գործարք կլինի, միայն Ադրբեջանը կօգտվի մեր ինքնիշխան ճանապարհից, համարժեք առավելությունների երեսն այդպես էլ չենք տեսնի։ Ու ըստ Իրանի դեսպանի էլ սա հնարավոր ռիսկ կարող է լինել։ Հայաստանի իշխանությունը թեզը չի կիսում։ Միայն թրիփը չէ խաղաղության խաչմերուկը, այն ենթադրում է կապ արևելքի եւ արևմուտքի միջև, հյուսիսի եւ հարավի միջև, նույն օրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Ուր է տանելու Սյունիքի ամերիկյան ճանապարհը, թերևս ժամանակն է տալու հարցի պատասխանը, մինչև այդ գետնի վրա իրավիճակը նույնն է, ինչպես օգոստոսի 8-ից առաջ ու հետո։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։